Եվ այսօր շատ հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, իմիջիալոց հիշացրա, ասեմ ինչի մասին ուզում էի նոր պատմեի, բայց նախ եւ առաջ թույլ տուր քեզ շնորհավորել այսօրվա միջազգային օրվա կապակցությամբ, այն է, պիտի որ նշեինք մարդու իրավունքների միջազգային օրը, սակայն փաստացի ավելի շատ նշում ենք միջազգային իրավունքների խախտման, քրեական հետապնդումների սաստկացման, թվային կոնսուլագերի ամրապնդման եւս 1 տարի։ Ես որպես միջազգային իրավունքի մասնագետ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա կապակցությամբ շնորհավորանքների համար, չէ, իրականում շատ կարևոր օր է եւ շատ այս տեսանկյունից շատ նաեւ սիմվոլիկ օր է, որ այսօր մենք եթերում ենք եւ այսօր մեր հյուրերը լինելու են մի մարդ, ով զբաղվում է բոլոր երևի թե գրեթե բոլոր կապմարտարյալներով բոլորի պաշտպանությամբ, այսինքն ամենայն հայոց փաստաբան եմ ես ասում, եւ Ռուբեն Ամելիքյան եւ հաջորդ հյուրն էլ Մամիկոն Ասլանյան, ում իրավունքները կապմարտարյալ։ Այո։ Այնպես որ այս շատ սիմվոլիկ է ստացվել, որ հենց այսօր մենք եթերում ենք եւ ունենք այդպիսի հյուրեր, որոնք ընդամենը շատ կարճ ժամանակ հետո կլինեն այստեղ եւ մենք նրանց շատ սուր հարցեր կուղենք։ Ես շատ ուրախ եմ իդեպ այսօր, որ նաև այս կարգավիճակում եմ, այսինքն հարց տվողի կարգավիճակում եմ, ոչ թե հարց ընդունողի, եւ նաև շատ ուրախ եմ, որ Լիկայի նման պրոֆեսիոնալ հաղորդավարն է ինձ հետ նստած, որովհետեւ ցանկացած բարդ իրավիճակում մենք բրթելու ենք Լիկայի վրա։ Բոլոր կարելի է, այո, հարցերը կարելի է բրթել, քրեական գործերը ցանկալի չէ։ Այո։ Եվ այսպես, ինչի մասին է ուզում քեզ ամենասկզբից պատմեի, երբ որ խոսեցին կոնսուլագերի մասին, այսօր բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել, որոնք նվիրված էին առկա խնդիրների քննարկմանը միջազգային իրավունքների, քաղաքական իրավունքների միջավայրում։ Ավելի ճիշտ ինչ է կատարվում, ինչ խնդիրներ ունենք, բազմաթիվ խնդիրներ ունենք, քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը միջազգային իրավունքին անդրադարձավ եւ քաղաքական անտիֆեյկը կազմակերպեց միջոցառում, հանրապետական կուսակցությունը անցկացրեց միջոցառում, գերիների նվիրված միջոցառում տեղի ունեցավ, հիշեցրա ինձ, եթե ինչ որ բան բաց եմ թողել։ Կարծես թե բոլորն ասեց։ Ամենայն դեպս այն ինչ որ ես այսօր տեսել եմ, ոնց որ թե բոլորը նշեցին։ Եվ այսօր միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի միջոցառումներից մեկի ժամանակ խոսում ենք հենց քաղաքական իրավունքներից տեղեկատվական կոնսուլագերի տեսանկյունից եւ հենց նոր մենք խոսում ենք քո հետ, որ շեդո բանի տակ ենք եւ տեղեկատվական թվային անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը պատմում էր լսարանին, թե ինչ օրենսդրություն է ընդունում Հայաստանի կառավարությունը, ինչ օրենքներ են ընդունում, ինչ սահմանափակումներ են մտցնում թվային տիրույթում, ինտերնետի դարում, որպեսզի կարողանան վերահսկել եւ սահմանափակել նաեւ ինտերնետը, որովհետեւ ես կարծիք հայտնեցի, որ այսօրվա դարում դա բավականին բարդ է անել, որովհետեւ ուղղակի ինտերնետը պետք է ռուբիլինկից անջատես, որ կարողանաս դա վերահսկես։ Այնուամենայնիվ Ռուբենը մի քանի զուգահեռներ անցկացրեց Ռոսկոմնadzորից, անվանելով մեր վերահսկողական մարմինը Armcomnadzor, որովհետև նույն բանն են անում, ասում է, որ ամենասկզբից ամեն ինչ սկսվում է շատ բարի նպատակներով, օրինակ ասում է Ռուսաստանում այդ ամեն ինչը արվում էր, որպեսզի մանկական պորնոգրաֆիան վերահսկեն, ավելի ճիշտ ոչ թե վերահսկեն, այլ փակեն, հա, չտարածեն, կասեցնեն, սահմանափակեն գոնե տարածումը, սկսվում էր շատ բարի եւ ազնիվ նպատակներով։ Հետո աստիճանաբար հետս հետ է դավերացվեց կայքերի արգելափակման, որոնք որևէ աղերս եւ առնչություն չունեին արդեն այդ կոնտենտի հետ։ Մեզ մոտ հիմա սա սկսվել է կարծեմ բեթինգային կայքերի արգելափակման քննարկումներից վերահսկման։ Հետո մի քանի անգամ Ռուբենը հիշեցրեց, որ եղել է զրույց նաեւ ՀՄԿ-ում վերահսկող մարմիններից մեկը խոսել նրա մասին, որ ինտերնետ կոնտենտը նաև պետքա վերահսկվի եւ անշուշտ այս շղթան հուշում է մեզ նրա մասին, որ անգամ ինտերնետում, անգամ YouTube-ով, անգամ բլոգերների համար նախապատրաստում է սահմանափակումների շատ լայն փաթեթ, որը սկզբից կիրառվելու է որպես բարօրություն, իսկ իրականում կիրառվելու է նույնպես որպես հետապնդման միջոց եւ գործիք։ Շատ հնարավոր է, որ այսօրվա շեդոբանը այդ գործիքակազմից մեկն է ընդամենը։ Այո, շատ հնարավոր է։ Չնայած որ դա կոպտագույն խախտում է խոսքի ազատության, մարդու իրավունքների եւ քաղաքական իրավունքների։
Թույլ տվեք հիշեցնել, սիրելիներս, որ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ձերբակալվեցին Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը։ Խոզարկություն կատարվեց Անտիֆեյկի գրասենյակում, առգրավեց տեխնիկան, արդարադատությանը խոչընդոտելու կասկածով ձերբակալվեց լրագրող Դավիթ Ֆիդանյանը։ Հաջորդ օրը նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան տան բակից բերման ենթարկվեց Իշխան Խոսրովյանը, 6 ժամ անց հետո ազատ արձակվեց, Նարեկ Սամսոնյանին կալանքի տանելու որոշումը կայացրել է Մասիս Մելքոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանին Ռոման Սմբատյանը։ Նրանք արդեն 28-րդ օրը գտնվում են կալանքի տակ։ Քրեական գործ է հարուցված եւ այդ օրերի հաջորդիցին նաեւ սրբազանների ձերբակալությունները եւ կալանքը։ Սկզբից խոսում էինք 2 սրբազանների մասին, հետո 3, հիմա արդեն 4։ Թողարկումից թողարկում, կարծես թե մենք բավականին վատ գրադացիա ենք նկատում, հեչ ուրախացնող չի այս ամենը։ Իմիջիալուց ես կարող եմ ասել, որ մենք արդեն սկսել ենք ստանալ փոխանցումներ, շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արդեն փոխանցումներ են կատարում, եւ ուզում եմ նշել եւս մի բան, որ իմնիմնիմի answers-ը պատասխանները answers-ը շարունակվելու է, կարող եք ձեր հարցերն ուղղել Նարեկ Սամսոնյանին։ Իդեպ այսօր ունենք, չէ՞, մենք այսօր ցուցադրելու ենք դրանցից մեկը, հա, հաղորդման ընթացքում, այո։ Այնպես որ մեծ ձևաչափը շարունակում է լինել, փաստաբանների միջոցով Նարեկ փոխանցի պատասխանները, այնպես որ կարող եք ակտիվ լինել եւ ապահովել ներգրավվածություն։ Ինչ կասես այն հարցի վերաբերյալ, որը մշտապես քեզ տալիս են եթերում, ինձ էլ են տալիս, ես կրկնակի դերում եմ համ հարցնողի, համ պատասխանողի։ Հատկապես այս օրերին ակտիվանում է հարցը. արդյոք կա միջազգային իրավունք։ Արդյոք իմաստ ունի պայքարել մի բանի համար, ինչին խոչընդոտում են եւ ինչին չեն հավատում անգամ դրա մայր բնորանում։ Մայրբնորանը դրավոր արևմուտքը։ Միջազգային իրավունքը ցավոք սրտի դարձել է միջազգային քաղաքականության ձեռքում գործիք, եւ եթե ի սկզբանե միջազգային իրավունքը այն ձևով, որ ձևով մենք այսօր ունենք, ձևավորվում էր ՄԱԿ-ի հիմնադրմամբ, ձևավորվում էր նաեւ ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ այսինքն այն համակարգը, որի մասին մենք որ գիտենք, դա լրիվ ուրիշ բան էր այն ժամանակ եւ լրիվ ուրիշ բան է հիմա եւ դա էական փոփոխությունների է ենթարկվել եւ եթե առաջ դա փոքր պետությունների նաեւ համար գործիք էր առավել հարմար եւ առավել հավասար պայմաններում գլոբալ խաղացողների հետ շփվելու տեսանկյունից հիմա դա դարձել է գործիք ուժեղների ձեռքում փոքրերի նկատմամբ ճնշումներ եւ վերահսկողություններ իրականացնելու համար եւ բնական է որ յուրաքանչյուր այդ միջազգային իրավունքը յուրովի է մեկնաբանում եւ կիրառում ըստ անհրաժեշտության, այսինքն քաղաքականության ձեռքում միջազգային իրավունքը դարձել է ընդհանրապես գործիք եւ սա կարծում եմ փաստ է, որի հետ արդեն մենք կարող ենք հաշվի նստել եւ որը չենք էլ կարող նույնիսկ վիճարկել։ Այսինքն ուժեղները դա կիրառում են իրենց շահերից ելնելով։